ճիշտ ասած նոր տեսա, որ այդքան զանգել ես, կներես չեմ պատասխանել, հոբան չի եղել։ Բա ուր էիր։ Ես շատ խառն էի, քաղաքից դուրս էինք գնացել, դասարանցիներիս հետ էի։ Հա։ Ու ամբողջ օրը դասարանցիներիդ հետ ես աղել։ Հա։ Հոբան չի եղել։ Եղել է այն Էլեն ջան, որ այսօր ես զանգում եմ քեզ ու զանգերիդ նվերն է պատասխանում։ Ասում է, որ դու քնած ես։ Հիմա քնած ես եղել, թե դասարանցիներիդ հետ ես եղել։ Նվերը ինչի է պատասխանում զանգերիդ Էլեն։ Որովհետև նվերը իմ գլխին պատուհաս է դարձել։ Անհանգստացնում է քեզ։ Չէ։ Ուղղակի երեք զանգեց, ասաց, որ գնամ իրան տուն տանեմ։ Ահա որ խմած էր, շատ վատ էր։ Ես եմ մեքենան վարել։ Բա ինչի ասաց, որ դու քնած ես։ Դե շատ վատ էր իրան զգում։ Այդ ընթացքում ես դուրս եկա, որ ջուր առնեմ, ու դու զանգել ես։ Քեզ ցավացնելու համար է տենց ասել։ Հեռու մնա հա դրանից։ Դա օգնության արժանի չի։ Սեթ, ինչ-որ բան է եղել։ Լավ, արի գնանք սենյակում կխոսենք։ Դու լրիվ ես ցնդե։ Եվա ինչ ես նկատում, ինչեր ես մոտը խոսում։ Մինաս հետում բանալիներ։ Ում հետ ես հանդիպում։ Լսի հերիքա ներվերս քայքայես։ Հերիքա փոխել այդ բնավորությունդ։ Նորմալ մարդու պես հարցն ու նորմալ պատասխան ստացրելի։ Մինաս, իմ մեջ դեռ անցյալից մնացած վախեր կան, ու դրանց առիթը դու ես ինձ տվել։ Հիմա նոր ու հին մի արա։ Դրա պատճառն էլ չունես ընդհանրապես։ Այդ բանալին, այն աղջիկա բանալին է, որ եկել է մեր տան մոտ։ Այն տաքսիստի նշանացի։ Լավ էլ տեղեկ ես։ Բա բանալին ինչի է քո մոտ։ Ես այդ աղջկան հիվանդանոց եմ տարել, դրա համար այդ բանալինի մոտ։ Իսկ տարել եմ իրան հիվանդանոց նրա պատճառով, որ ինքը փորձել է ինքնասպանություն անի։ Այսինքն այն, որ նվերը նեղացրել է այդ աղջկան, շատ կեղտոտ ձևի, դրա համար այդ աղջիկ եկի հասել էր մեր տուն։ Ինքը փորձել է վրեժ լուծի այդ տաքսիստից։ Չէ, չեմ հավատում։ Ես այդ աղջկան մեռնելուց եմ փրկել։ Եթե մի րոպե ուշ հասնեի, այդ աղջիկը չէր լինի։ Ճանապարհին արդեն հոգին էր տալիս։ Վայ նավեր, ո՞նց է տենց բան արել։ Կարմիր կովը կաշին չի փոխում։ Իր համար տես կեղտոտ բաներ անելը շատ նորմալ բան է։ Դե ոնց որ ասում են, ինչքան էլ ծուռ ծառը ջրես, մեկը ծուռ կոմա աճելու։ Խեղճ աղջիկ, ես պատկերացնում եմ իրավիճակը։ Դրա համար էր եկել հարցակվել Սեդայի վրա։ Հա, հենց տենց էլ եղել է։ Այդ աղջիկն էլ ասում, որ Սեդան ամեն ինչում մեղավոր, եթե այդ օրը դուրս չգար Հարութի ճանապարհին, ես ոչ մի բան չէր լինի։ Իսկ նվերը այդ աղջկան դժբախտացրել է եւ ստորացրել է։ Իսկ ես ընդամենը փորձել եմ օգնել այդ աղջկան։ Ընդամենը օգնել։ Համարյա նույն վիճակում էլ իմ քուրն էր։ Ես ոնց կարեի տենց թողի գնայի։ Այդ աղջիկը այս պատմության մեջ անիմաստ զոհ դառավ։ Նվերը չկարացավ տղավարի լուծի այս հարցը։ Թող գնար ապացույցներ գտներ եւ տաքսիստի գլուխը ջարդեր, ոչ թե աղջիկա միջոցով իր հարցերը լուծեր։ Իսկ դու էլ հերիքա բաներ հորինես։ Բան է եղել, որ ես չգիտեմ։ Ուղակի լսի ինձ ու հեռու մնա իրանից։ Ես հասկանում եմ, դուք ընկերներ եք, ինչ որ չափով կապվել եք, բայց այդ նշանակություն չունի, ինքը այն մարդը չի, ում հետ դու պիտի շփվես։ Ես այսքան ժամանակ քեզ վատ խորհուրդ չեմ տվել, չէ՞, սխալ բան չեմ ասել։ Խնդրում եմ, լսի ինձ, հեռու մնա իրանից։ Սեդա, բայց գոնե պատճառը ասա, հասկանամ ինչի համար եմ խորհրդիդ հետևելու։ Անպայման պիտի պատճառ ասեմ։ Խոսքից չես հավատում։ Բայց Շատ ուշ է։ Դու մնում ես, թե գնում ես տուն։
Չէ, իմաստ չկա, ավելի լավ է տուն գնամ։ Դե արի ես քեզ ճանապարհեմ, որ հետո գամ քնեմ։ Զեդ նվերը ինչ որ բան ա արել։ Էլեն արի ուշը։ Կներես ինձ, որ առանց ճշտելու սկսեցի հետդ կռվել։ Ուղղակի անցյալից մնացած վախերը ինձ դեռ տանջում են։ Ու ես չեմ կարողանում կառավարել իմ էմոցիաները։ Անընդհատ մտածում եմ, որ քո կյանքում ինչ-որ մեկը կա։ Ու ես կանգնած եմ քեզ կորցնելու վտանգի առաջ։ Վերջացրու, Սյուզի։ Ուղղակի քո վրա աշխատի։ Ես կաշխատեմ։ Բայց ինձ դրա համար քո օգնությունն է պետք։ Ես ուզում եմ մոռանամ այն խոսքերդ, որոնք ինձ ասեցիր այն ժամանակ, երբ ասեցի, որ ուզում եմ բաժանվեմ քեզանից։ Դու ասեցիր, որ եթե բաժանվեմ, երեխուն կյանքում ինձ չես տա։ Դու գիտես, որ ես առանց Եվայի չեմ կարող ապրել։ Իսկ առանց ինձ կարող ես մինաս։ Չեմ հասկանում, ինչի համար ես հին թեմաների նորից քննարկում։ Որն է իմաստը։ Որովհետև ես քեզ շատ եմ սիրում։ Շատ մինաս։ Ու վախենում եմ, որ քեզ կկորցնեմ։ Ես ամեն օր երազում եմ, որ տեսնեմ իմ հին մինասին ու արժանանամ իր ուշադրությանը, բայց այդ օրը ոչ մի կերպ չի գալիս։ Ես պետք է գնամ լողանամ, շատ ծանր օր եմ ունեցել, ու գնամ հանգստանամ։ Չես պատկերացնես, որ իմ համար ինչ կարևոր օր է։ Այսօր շատ բան է փոխվելու։ Ինչի՞։ Կասեմ հետո։ Կամ էլ չեմ ասի, կհասկանաս։
ամեն օր երազում եմ, որ տեսնեմ իմ հին Մինասին ու արժանանամ իր ուշադրությանը, բայց այդ օրը ոչ մի կերպ չի գալիս։ Ես պետք է գնամ դողանամ, շատ ծանր օր եմ ունեցել, ու գնամ հանգստանում։ Մինասը տանը չի։ Չէ։ Մի ժամ առաջ եմ արտացել, բայց չեմ տեսել, երևի ավելի շուտ է դուրս եկել։ Բա ուր է գնացել այս ժամին։ Ո՞նց ես։ Ֆիզիկապես լավ, բայց հոգիս հազիվ է շնչում։ Հազիվ է գիտակցում, որ դեռ մարդ եմ։ Կլինի տենց բաներ չխոսես։ Ես ուղղակի չեմ կարողանում հաշտվել այս իրականության հետ։ Դժվար է ապրել այն գիտակցությամբ, որ այս կյանքում եղել եմ ինչ-որ մեկի խաղալիքը։ Յախք, ուղղակի յախք։ Ես ինչ անեմ քո համար, որ դու տես բաներ չխոսես էլ։ Ախր ոնց կարող էի ամբողջ հոգով սրտով վստահել մի մարդու, որը ուղղակի ինձ օգտագործեց։ Նվերը պետքա պատասխան տա։ Ճիշտ է, անգամ դրանից հետո ես չեմ կարող հանգստանալ, բայց ինքը պետքա պատասխան տա։ Դու չգիտես, որ կյանքում բոլորն է պատասխան են տալիս։ Նվերը պետքա իր պատիժը ստանա։ Եթե ինքը իր պատիժը չստացավ, ես ուղղակի ավելի շատ ինքս ինձանից կզզվեմ։ Վերջին հաշվով ես այս կյանքում ամեն ինչ կորցրել եմ։ Էլ ոչինչ չեմ կարող հետ վերադարձնել։ Անգամ բումերանգը չի փրկի իրավիճակը։ Սխալ ես մտածում։ Շատ սխալ ես մտածում։ Այն օրը, երբ որ նվերը իր պատիժը կստանա, քո հոգին է կթեթևանա։ Իսկ ինչի՞ եմ այսքան ժամանակ ես քեզ խոսք տվել, որ նվերը պատժվելու է, եւ քո մեջ ամեն ինչ կփոխվի։ Ինքը պետքա պատասխան տա։ Ու այդ ժամանակ ես կսկսեմ հավատալ, որ այս կյանքում ինչ-որտեղ արդարություն կա։ Եթե ես չտեսնեմ, թե ինքը ոնց է տառապում, ես ավելի շատ ինձանից կզզվեմ։ Կտեսնես։ Եվ ես հույս ունեմ, որ դա քո մեջ շատ ավելի բան կփոխի։ Ինձ երբ են դուրս գրելու։ Հիմա։ Դու գիտես, որ քո տան բանը լինի մոտը, ուղղակի ես չուզեցի գնամ քո տուն, քո
խոշորերը վերցնեմ։ Ոչ էլ թողեցի վարորդս գնա։ Որ խնդրեմ վարորդիդ կասես գնա ու այդ տան ամբողջ շորերը վառի։ Այսինքն Զզվում եմ, ուղղակի զզվում եմ։ Այդ պահարանի մեջ նվերին նվիրած շորերն է։ Ավելի լավ է դրսից ինչ-որ բան գտնեմ ու հագնեմ, քան այդ շորերը հագնեմ։ մի բան կմտածենք։ Հիմա պետք է գնամ բժիշկին տեսնեմ։ Ալո, Բարի լույս, հա չխանգարեցի։ բարի լույս, չէ, չես խանգարում, եթե դու չզանգեիր, ես էի զանգելու։ Ինչի։ Դե ուզում եմ իմանամ ոնց ես, գիտես, ես ուզում եմ զանգեմ, բայց մտածում եմ հանկարծ ինչ-որ մեկը չտեսնի ու խնդիրներ չունենաս։ Շնորհակալ եմ, որ անհանգստանում ես, լավ եմ։ Ինչ-որ բան ա եղել, որ զանգել ես։ Ուզում եմ հանդիպենք, հետդ կարևոր բան ունեմ խոսելու։ Ինչ-որ նոր բան ես հիշել։ Չէ, այս անգամ ուրիշ հարց է, եթե հարմար է, հենց հիմա էլ կարող ենք հանդիպել։ Ահա, ոչ մի խնդիր, գամ հետևիցդ։ Չէ, ավելի լավ է այս անգամ դու արի մեր տան մոտի այգին, ես կգամ։ Լավ, ոնց կուզես, մենակ զգույշ խնդիրներ չունենաս նորից։ Լավ։ Հիմա արդեն քո շորերը ունես, պետք չէ ուրիշի նվիրածը հագնես ու ներվես դրա պատճառով։ Ինչի ես այսքան բան անում։ Խղճում ես, հա ինձ։ Չէ, ուղղակի ուզում եմ լավ լինես։ Սրտանց եմ անում ամեն ինչ։ Երանի վերջում գոնե քո պահով սխալված չլինեմ։ Երանի վերջում գոնե այս պահը ատելով չհիշեմ։ Տենց բան չի լինի։ Հիմա ինչքան որ ուզում եմ Սեդայի դեպքի հետ կապված մեղավորին գտնեմ, այդքան էլ ուզում եմ նվերին սպանեմ։ Իսկ դու ժպտա, քեզ սազում ա։ Հայլդ մի կորցրու, ամեն ինչ լավ կլինի։ Արի քեզ տանեմ տուն։ Չէ։ Ես վախենում եմ։ Նվերը գիտի որտեղ եմ ես ապրում ու վախենում եմ, որ կարող է գա։ Բա որտեղ ես գնալու։ Երևի մանկատան դայակիս տուն, հույսով եմ միտեղ կտա մնալու մինչև նոր բնակարան վարձեմ։ Նորմալ տուն է գոնե։ Քաղաքից դուրս է, ես սովոր եմ։ Չէ, տենց չեղավ։ Արի ես գիտեմ ինչ կանենք։ Բայց որ Չես վստահում ինձ։ վստահում եմ։ Կներես, որ էլի քեզ կտրեցի գործերից հետ։ Հանգիստ եղի, ես եմ իմ գործի տերը։ Ուղղակի չեմ ուզում անընդհատ քեզ ծանրացրեմ իմ խնդիրներով։ Ամեն ինչ նորմալ է,
Բայց ասեցիր, որ ուրիշ հարցի համար ենք, չէ՞ տեսնելու իրար։ Հա, ուղղակի Ցետ, ես ընդունում եմ մեր ծանոթությունը այդքան էլ լավ չի ստացվել։ Ու ոնց որ դրան հաջորդող հանդիպումները։ Բայց այս ընթացքը շատ բան է, չէ՞ փոխել։ Մենք իրար հետ ազատ ենք, սկսել ենք վստահել իրար։ Մենակ ես չի, չէ՞ որ զգում եմ դա։ հա, ուղղակի չգիտեմ հարցս ոնց քեզ տամ։ Դու էլի կասկածում ես ինձ։ Չէ, Հարութ, չէ։ Խոսքը ուրիշ բանի մասին է։ Դու անցյալ անգամ ինձ ասացիր, որ բաժանվել ես նշանածից հետ։ Կարող է ես եմ մեղավոր։ Կարող է ինձ օգնել ազդել ինչ-որ կերպ ձեր հարաբերությունների վրա։ Սեդա, դու ընդհանրապես կապ չունես մեր բաժանման հետ։ Արի ֆիքս ենք դա, լավ։ Անցած անգամ էլ, երբ որ բացեցիր այս թեման, ես քեզ ասացի, որ չեմ ուզում խոսենք այս մասին։ Եթե իմանայի, որ սրա համար ես կանչելու, չէի էլ գա։ Իսկ ով է մեղավոր։ Սեդա, ես ու Մանեն բաժանվել ենք ու վերջ։ Ով է մեղավոր, ով մեղավոր չի, ես չեմ պատրաստվում այդ ամեն ինչը քննարկեմ։ Ստեղ կմնաս ինչքան որ պետք է։ Չէ, այս իրոք արդեն չափից շատ է։ Ոչ մի բան էլ չափից շատ չի։ Ես պատրաստ չեմ քեզ մենակ թողել այս վիճակում։ Իմ արածների մեջ էլ հարցականներ մի մանարի։ Դա մենակ կխանգարի մեր շփմանը։ Ուղղակի վստահի եւ վերջ։ Կամ փորձի վստահել, որ ես կարողանամ քայլեր արեմ։ Բա հիմա ես քեզ ոնց շնորհակալություն ասեմ։ Դու ինձ ձեռք մեկնեցիր այն ժամանակ, Երբ որ ես մեծ ցանկություն ունեի դա անելու։ Գիտեմ, որ իմ մտքերը իմ քայլերից առաջ են գնում։ Եվ գիտեմ, որ խառը բաներ եմ խոսում, բայց սա էլ վերցրու։ Խնդրում եմ, ասրտանց եմ անում, գիտեմ, որ քեզ պետք կգա։ Եվ մի մտածի քիչ մնաց։ Ես ուղղակի զզվում եմ անարդարությունից, երբ որ տղամարդ իրան տենց է պահում։ Այդ լակոպտի արածը շատ ցածր բան էր։ Իսկ դու հանգստացի եւ ես գնում։ Բարի օր։ Ինչ։ Ես կարոտել ես, որ եկել ես։ Ուղղակի մենք հիմա երկուսս էլ նույն իրավիճակում ենք։ Ու այնպես է ստացվել, որ իմ բաժանման մեջ ես գիտեմ, որ շատերը ինձ են մեղադրում ու մտածում են, որ ես ավելի մեղավոր եմ։ Հիմա ուզում եմ հասկանամ, քո բաժանման մեջ դու քեզ մեղավոր զգում ես, թե դու չես պատճառը։ Դրա համար հարցրի։ Տեսակ շատ անտրամաբանական ես խոսում։ Սա հասկանում ես, դու եկել ես նստել ես ստեղ ու ուզում ես, որ ես քեզ իմ անձնական կյանքը պատմեմ, հարաբերություններից մասին խոսեմ։ Մտածում ես, որ ես քեզ հիմա պետք է ասեմ իմ մեղքերը կամ մանեի սխալները, վատաբանեմ իրան։ Լրիվ սխալ հասցեով ես եկել, Սեդա։ Այս նույն բանը դու կարող էիր խոսել քո ընկերուհիներից մեկի հետ, ով որ ուներ նախկին հարաբերություններ, ոչ թե իմ։ Չէ, ես չէի ուզում, որ դու իմ հարցը սխալ հասկանաս։ Ուղղակի մի մտի իմ անձնականի մեջ։ Հա, ուրիշ հարց է, որ ես քո անձնականում կամ։
Բայց այդ իմ կամքով չի։ Հուսամ այդ ամեն ինչը գոնե հասկանում ես։ Գիտեմ ու նենց չի, որ ինձ քո անձնական կյանքը շատ հետաքրքիր է։ Ուղղակի ուզում եմ իմանայի, գիտես թե չէ։ Ինչը գիտեմ թե չէ։ Ինչի համար ես եկել Էլեն։ Երեք որ քեզ ասեցի արի ինձ տուն տար, կարող է ավել բան եմ թույլ տվել։ Հա դու երեք շատ խմած էիր։ Երկու բառ չէիր կարողանում իրար հետ կապել։ Բայց անհոգեղի չես նեղացրել։ Ուղղակի եկել եմ, որ մեզնից խոսենք։ Մեզանից։ Մենք ընդհանուր իրար հետ ինչ ունենք Էլեն, որ մի հատ էլ մեզանից խոսանք։ Գնացի մեքենան։ Ինչի համար։ Ես քեզ ասում գնացի մեքենան։ Չեղավ մինաս։ Mən որ քեզ շատ եմ հարգում, դա չի նշանակում, որ ոնց ուզես հետս պետքա խոսաս։ Սա դա խոսա։ Ինչ ես ուզում ճշտես։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ դու գիտես ձեր բաժանման հստակ պատճառը, թե խուսափում ես իր հետ խոսալուց։ Տենց շատ է լինում, չէ՞, որ զույգերը բաժանվում են, որովհետև իրար հետ երկար ժամանակ չեն խոսել, ժամանակի ընթացքում ինչ-որ բաներ ա կուտակվել։ Դրա համար էլ ընդհանրապես պետք է իրար ժամանակ տրամադրել ու խոսել իրար հետ, որ ամեն ինչ անցնի։ Ուղղակի դու ինձ շատ ես օգնել, ես էլ փորձում եմ հասկանալ ինչ է կատարվում քո հարաբերություններում, որ հնարավոր է ես էլ կարողանամ քեզ օգնել, բայց խնդրում եմ ուրիշ բան մի փնտրի, լավ, հետաքրքրությանս մեջ։ Հաստատ։ Թե ուղղակի ցերուն ես։ Չէ, հաստատ։ Բայց արի փակենք, հա, այս թեմանա չեմ ուզում խոսել։ Սեդա։ Ես ու Մանեն բաժանվել ենք։ Ու ժամանակը ինչքան էլ ուժեղ լինի, չի կարա մեզ վերականգնի։ Հասկացար։ Երբեք։ Ու այս ամեն ինչը անհետևանք չի մնա։ Այսինքն դու ինչ-որ մեկից վրեժ ես լուծելու։ Իսկ դու ինչ-որ բան գիտես, թե ուղղակի հարցնում ես, տրամաբանում ես։ Էն որ ես շատ բաներ չեմ հիշում, դա չի նշանակում, որ տրամաբանելն էլ եմ մոռացել։ Քեզ տուն տանեմ, թե դու ինքդ կգնաս։ Ինչ ես անում մինաս։ Խելքի եմ քեզ բերում։ Հետևի քայլերիդ։ Կարող է շատ շուտ հարգանքս կորցնեմ քո հանդեպ։ Յա, տես բարեր գիտես, հա։ Իսկ նամուս, թասիբ կարող է տես բարերը գիտես։ Մինաս ինչի համար ես իմ հանդեպ սենց տրամադրվել։ Հա, վերջին անգամ մեր հանդիպումը լավ չեղավ, բայց հաստատ այս աստիճանի վատ էլ չէր։ Սեդային ոչ զանգել եմ, ոչ հետը հանդիպում եմ փնտրել, ոչ նեղացրել եմ, նեղություն չեմ տվել։ Ինչ որոշել եմ, միջև հիմա որոշմանս տերն եմ։ Են չի տերն ես, արա։ Դու որ տեր ելնեիր, տղամարդկությանը դու թասիբի տեր կլնեիր։ Մանե անունը քեզ մի բան ասում, հա։ Ինչի ես ես խեղճաղջկան գցեք ու կեղտոտ պատմությունների մեջ։ Դու չգիտես, որ տղամարդտենց չի վարվում։ Գլուխ էր գովում գալիս էր մեր տուն, որ դու տղամարդ ես, որ թաղ մտնում ես, բոլորը քեզ հարգում են։ Մի որ բոլորը իմանան, թե դու ինչ ես արել այդ աղջկա հետ, մտածում ես հարգելու են, թե կողքով են անցնելու։ Դու որտեղից գիտես։ Քեզ ես քանի մեջից մենակետ էր հետաքրքիր։ Լսի, դու քեզ տաղավարի չես պահել։ Դու չգիտես, որ աղջկա թասիբը չեն իջացնում, ոնց որ դու ես արել։ Դե հերիք եղա մինաս, ինչ արել եմ լավ եմ արել։ Եթե ուզում ես իմանաս, այդ ամեն ինչը ինձանից առաջ դու պետք է անեիր։ Իմ համար չեմ արել, Սեդայի համար եմ արել։ Արա Սեդայի անունը թոքո բերանից դուրս չգա ընդհանրապես։
Ինչի համար ես իմ ու քո հարաբերությունները այժմ մարկանց համար փչացնում։ Ոչ բռնաբարել եմ, ոչ խմացել տեղաշոր եմ մցրել։ Իրա կամքով ամեն ինչ եղել։ Նորից եմ ասում, իրա կամքով ամեն ինչ եղել։ Հետաքրքիր է, ինչա քեզ ասել։ Փողիդ համը որ առավ, կողքիցը տենկոմ չի գնա։ Ասա Էլեն։ Սեդա, հենց նոր Մինասը նվերին շատ կոպիտ նստացրեց մեքենան ու տարավ։ Կարող է ինչ-որ բան ա եղել։ Այսինքն Դե ինչ այսինքն, շատ կոպիտ էր հետը։ Հետո վարորդը իջավ ու վարորդը նստացրեց մեքենան։ Դու բան չգիտես ինչ ա եղել։ Էլեն, ես ոչ մի բան չգիտեմ, բայց իմ համար շատ տարօրինակ է, որ դու ու նվերը այս վերջին շրջանում անընդհատ միասին եք։ Զարմանալի բան չկա, մենք ուղղակի իրար հետ կապ ենք պահում։ Ինչ ուզում եք արեք։ Հաստատ չգիտես։ Չէ։ Չեմ հասկանում ես ինչ ա կատարվում։ Դու որ հայլու մեջն ես, կհասկանաս հեժան մարդը ով է։ Դու քո հետ քայլով քեզ ես իջացրել միջև վերջի խազ։ Լսի Մինաս, ես այնքան տղակամ, որ կարայի դրա տան մեջ դրա վիզը կադրեի, բայց այդ ամեն ինչը չեմ արել, որտեվ չեմ պատրաստում այդ լիակոտի պատճառով գնամ նստեմ։ Ու ես այդ աղջկան կեղտի մեջ չեմ գցել։ Ընդամենը իրաց տան կեղտը բերե իրաց տան դուռն եմ թողել։ Կամ ինչ ես ուզում լսես։ Ինչ ասեմ քեզ։ Դու Սեյդայի աղբերն ես, ես նշանացնեմ։ Հա, ես հասկանում եմ քեզ։ Ցավից կատաղել ես, բայց իմ մեջ ամեն ինչ մոխրացել է։ Իմ ապագա կնոջը, իմ սրբությանը գետնովն են տվել։ Դու եկե ինչ սկզբունքներից ես խոսում, ինչ ես ինձ ուզում սովորացնես, որ ես սխալ եմ, լավ եմ արել։ Լսի, այդ տաքսիստի մեղավորությունը դեռ ապացուցված չի։ Ու կարող է չապացուցվի։ Կարող է երրորդ մարդը լինի այս գործի մեջ։ Դու ո՞նց ես ապրելու այդ խղճով։ Այդ մեղքը քո վրա, Այդ լիակոտին չեն արդարացնելու։ Ինչ գիտես։ Դու օգտագործել ես այդ աղջկան։ Լսում ես ինձ։ Այդ աղջիկը քո պատճառով ուզում էր ինքնասպանություն աներ։ Ինչ, խիղճդ աշխատեց։ Ես այնց ուրախ եմ, որ դու իմ քրոջ կողքը չես։ Մինաս, Ես մանեն խոստացել եմ, որ դու պատժվելու ես։ Ու ինքն է որոշելու, թե ոնց ես պատժվելու։ Եվ դու մանեից ներողություն ես խնդրելու։ 100%։ հա, այդ արդեն պայմանավորվել եք։ Բա որ այդ տաքսիստի մեղավորությունը պարզվի։ Էլի թևերը տենց պարզած պաշտպանելու ես, թե ասելու ես մերսի նվեր ջան, որ գոնե դու վրեժ լուծեցիր։ Արի դու հիմա ինձանից շնորհակալ եղի, որ միջև հիմա ողջ ես մնացել։ Այդ մանեն մի ժամ է ճանաչում ես, բայց արդեն պատրաստ ես դրա համար մարդ սպանես։ Չէ։ Ես մենակ մանեի համար չէ, ես ողջ աշխարհի համար է, որ քո պես կենթանիները միշտ պատասխան տան։ Ես այդ պատասխանը տալուց չեմ վախենում, Մինաս։ Կտամ ու պարզ ճակատով կտամ։
Բայց այդ ամեն ինչը ինձանից առաջ դու պետք է աներ։ Դու պետք է քրոջդ մասին մտածեիր, բայց դու մատին չես տվել։ Ես լավ եմ արել, վատ եմ արել քո համար։ Այդ կապ չունի, կարևոր իմ համար ճիշտ եմ արել։ Ես էլ իմ ձևով եմ ստացել։ Եթե պետք եղավ նորից կանեմ, նորից կստանամ իրանից։ Վերջի անգամ եմ քեզ ասում։ Մանեի անունը մոռացար ու տանտեղը մոռացար։ Հասկացար ինձ։ Քրոջդ համար սենց դոշ տայր մինաս։ Ձենդ կտրի, լակոտ։ Ուղղակի հիշի, որ նորից ենք հանդիպելու։ Եթե դու հիմա մանե իմ հետ կապի դուրս չեկար, Հարութի մասին շատ վատ լուր ես լսելու։ Սպասում եմ։ Ինքնասպանություն։ Դու նորից ես ինքնասպանություն անելու, բայց այս անգամ փորձ չլինելու, այս անգամ ստացվելու է։